Մի դեպք, որը բավականին արտարոց է, երկարատև իմ պրակտիկայում երբեք չեմ տեսել այդպիսի մի բան։ 60-անց տղամարդու աչքի առաջնային հատվածում բժիշկները հայտնաբերել են երկաթե օտար մարմին։ Պարզվել է, որ նա բեկորային վնասվածք էր ստացել դեռ 1980-ականներին։ Նա չի եղել առաջնային խցիկում։ Այ հետո, երբ որ սկսվել է այս պղտորումները, արդեն սկսել են հայտնաբերել եւ գտել են, որ առաջնային խցիկում երկաթ կա։ Դա շատ յուրահատուկ է։ Գիտեք, բարձրացեցին գրականությունը, պարզեցինք, որ նկարագրված այդպիսի բաներ կան, բայց ոչ Հայաստանում։ Վնասվածքից հետո ժամանակին ուշադրություն չի դարձրել, բժշկի է դիմել շատ ուշ։ Եվ երբ որ դիմել է, այն ժամանակ փորձել են կատարել այդպես կոչված վիտրեկտոմիա, մաքրել են ապակենման մարմինը, գտել են օտար մարմինը ակնահատակում եւ դեմարկացիա են արել օտար մարմինը լազերի օգնությամբ։ Որոշ ժամանակ հետո կատարվել էր ոսպնյակի հեռացում, տեղադրվել էր արհեստական ոսպնյակ։ Ավելի ուշ զարգացած կերատոպաթիան է աչքում օտար մարմնի հայտնաբերման պատճառ դարձել։ Հարցածակում։ Ինչպես է դա կատարվել, то есть ինչպես է օտար մարմինը հետին բևեռից եկել է առաջնային խցիկ։ Փորձել ենք պարզել ինչպես է դա կատարվել։ Ներքևի մասում անցք չկա։ Ուստի միակ ճանապարհը, որով նա կարող էր գալ ընկնել, դա կամ բիբն է, կամ ուղղակի այդ անցքը ուղղակի փակվել է։ Օտար մարմինը հեռացվել է փոքր կտրվածքով, հատուկ պինցետի օգնությամբ։ Հետվիրահատական շրջանում նշանակված բուժման շնորհիվ բուժարոյի տեսողությունը զգալի բարելավվել է։ Պարադոքսը, որտեղ նա չի ունեցել բորբոքում, մարդիկ այդպիսի փոճուր օտար մարմնից աչք են կորցնում։ Սկսում են թարախկալման պրոցեսներ, սկսում են բորբոքային պրոցեսներ, որոնք որ հիվանդին բերում են հիվանդանոց։ Նա չի եկել հիվանդանոց, նա բուժվել է ինքնուրույն, չի ունեցել սիդորոզ, այդ ժանգոտելու այդ վիճակը, չի բուժվել դրա համար էլ այդ լազերը արել են նրա համար, որպեսզի նա հանգիստ ապրի այնտեղ, բայց չի ապրել։ Եկել է առաջ եւ հիվանդի բախտը բերել է այնքանով, որ օտար մարմինը հեռացվել է եւ արդյունքը օտար մարմինը հեռացնելուց հետո ուղղակի փայլուն է, ճիշտ է, սրսկումների հակաբորբոքայինների ֆոնի վրա արդյունքը շատ լավն է։ Այս դեպքը նախատեսում են ներկայացնել մասնագիտական համաժողովներում որպես եզակի օրինակ։ Նարեկ Ոսկանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։